Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, նոր վլոգ եմ սկսում նկարել աշխատանքային կաբինետում եմ աշխատել վերջացրել եմ այսօր ամսի 4-ը, եթե չեմ սխալվում, արդեն վերջացրել եմ, ունեի այսօր 4 հաճախորդ, ժամի 9-ից եմ աշխատել, 8:30-ից չեք ներեք և արդեն երկուսն արդեն վերջացրել եմ, հիմա գործիքներս ախտահանում եմ ուլտրազվուկի մեջ, սպասում եմ տղաս գա և մտածում էի ինչ պատրաստեմ ուտելու, որովհետև բոլորս այսօր տանն ենք և որոշեցի հիմա գնամ շուկա, որովհետև պանիրը վերջացել է, հիմա տղաս գա հետը կգնամ և ձմերուկ գնամ, ամառային ամենալավ ուտելիքը պանիր, ձմերուկ և հաց, իսկ հետո երեկոյան մի բան կմտածեմ։ Ու այդպես հիմա սպասում եմ ուլտրազվուկս վերջանա, գործիքներս լվանամ դնեմ չորանալու, վաղը կգամ կդնեմ սուխաժարի մեջ, ու այդ ընթացքում երևի արդեն տղաս կհասնի։ Ուրեմն անցած վլոգներում ցույց տվեցի նոր գնումս և ասել էի որոշեք գրեք տեսնեմ ինչ եմ գնել, բոլորը մտածել էիք, որ լվացքի մեքենա է, բայց ինքը լվացքի մեքենա չի, չորացնող մեքենա է, ամբողջովին ինքը չորանոց է, լվացքի մեքենա ես ունեմ, և այս մեկ ամիսա համայրա օգտագործում եմ, մեկ ամիս միգուցե մի քիչ էլ ավել օգտագործում եմ, ինչ ես պլյոնկաներից չեմ հանել, որովհետև որոշել էինք, որ պետքա սա դրվի լվացքի մեքենայի վրա, և այստեղից պետքա լվացարանը հանվեր, այս ամբողջով լվացարանը պետքա հանվեր, լվացքի մեքենան պետքա գար այս կողմ, և այս սուշիլկեն պետքա դրվել լվացքի մեքենայի վրա, հատուկ իրան կպցրող սարք կա, որ պետքա իրար վրա դրվի։ Բայց ունենք այստեղ մի խնդիր, այս տաքացման, ոնց են ասում, չգիտեմ, որ մի խոսքով ինքը տարին 12 ամիս տաք է, մենք մտածում էինք իրան կտանք անջատել, բայց անջատելը շատ դժվար գլխացավանք էր, պետք էր գրել, թույլտվություն ստանալ, մի խոսքով շատ երկար պատմություններ, որոշեցինք ձեռք չտանք, այնպես կա, այդպես էլ թողնենք, և մտածում էինք կբերենք այս կողմ լվացքի մեքենա, լվացարանը կհանենք և կդնենք վրան սուշիլկան, բայց քանի որ դնում էինք վրան ու ինքը այսքան տեղ էր մնում, և քանի որ պատերն ամբողջովին այսպես փակ էր լինում, այդ տաքությունը էլ ավելի էր տաքանալու և սուշիլկայի կողքերը պետքա տաք չլինի, որ ինքը օդ ամբողջ կողքերից ֆռա, դրա համար որոշեցինք այսպես այստեղ թողնել, սա կգնա միջանցքը, բայց ինքը ընդհանրապես ընտիր բան է, 100% արժի, որ ունենաք, գնեք, քանի որ ընդամենը ժամ ու կեսում չոր շորերը տալիս է ձեզ, սա իրա մեջի համար է, կոշիկները չորանալու համար է, դեռ ուղղակի չեմ վերցրել, որովհետև մտածում էի կտեղադրենք, բայց քանի որ չենք տեղադրում, հիմա սա նույնպես կվերցնեմ, սա մենակ կոշիկները չորանալուց պետքա դրվի, սա էլ իրա շլանգն է, բայց կարելի է և առանց սրա օգտագործել, առանց միացնելու, ոնց են ասում, մի խոսքով, որպեսզի ջուրը գնա, լցվի ու գնա, բայց քանի որ ինքը կաթիլային հավաքվում է, տեսեք, այստեղ ամբողջովին ջուրը հավաքվում, երբ որ չորանում է կաթիլային, այն է տեսակ ջուրը, այստեղ ամեն չորանալուց հետո հանում եմ ջուրն եմ թափում և շորերը չոր, ուղղակի ամբողջովին չոր են, ամբողջովին չոր ու տաք շորեր։ Ընդհանրապես վրան մազ, հետքեր, ընդհանրապես ոչ մի բան չի մնում, նույնիսկ անցած անգամ յոդի հետքեր մնացեր ֆուտբոլկայից վրա, տաքություն, դե ինքը պարով է աշխատում, այդ տաքությունից յոդի հետքը ամբողջովին անհետացել էր, որը յոդի դեպքում այդքան էլ հավանական չի։ Բնականաբար յոդը բոլորս գիտենք, որ ընդհանրապես
դժվար է անհետանում հագուստի վրայից, ընդհանրապես չի անհետանում, ես մտածում եի, որ պետք է հարաժեշտ տամ ֆուտբոլկայից, բայց ոչ, հանեմ այս չորանոցից, տեսնեմ, որ ընդհանրապես հետք չի մնացել, ուղղակի փրկություն է, ովքեր որ փոքր երեխաներ ունեն, շատ լվացք են անում, չնայած մենք շատ փոքր երեխաներ չունենք, բայց մեր լվացքը անսպառ է, ընդհանրապես չի վերջանում, հատկապես սրբիչները, իսկ սրբիչները այնքան փափուկ ու նորն են դառնում չորանոցից հետո, որ կարելի ասել, որ հենց նոր գնեցիր եւ օգտագործիր սրբիչները։ Այստեղ ինքը ես վերցրել եմ մեծը 9 կիլոգրամ է իմ այս բառաբանը։ Այստեղ ունենք այսպիսի սարք, որի մեջ հավաքվում է փոշին, մազերը, հիմա բացեմ ցույց տամ։ Եվ այստեղ հավաքվում է այս ամբողջը, բնականաբար լվանալուց հետո մնում է շորերի վրա, ինչքան էլ որ թափ ես տալիս փռելուց, միևնույն է, բնականաբար այսպես այս ամբողջ փոշին մնում է հագուստի վրա։ Եվ այդ ամբողջը մենք հագնում ենք, շնչում ենք, շորերը փռում ենք տանը, թափ ենք տալիս։ Տեսնում եք ամբողջովին թելեր, մազեր, ովքեր ունեն կենդանիներ, նմանատիպ սարքերը շատ արդիական են եւ ոչ միայն, որովհետեւ այս փոշին ու ամբողջը կա ամեն տեղ։ Ես ուղղակի այս մեկ ամիսա հիանում եմ ուղղակի այս սարքով։ Ուղղակի ավելի լավ գնում չէր կարող լինել, քան այս։ Տեսեք, այսքանը մի ամբողջ լվացքը չորանալուց հավաքվել։ Հիմա մի հատ իսկ մնում է այս ամբողջը ցայեմ։ Եվ վերջ։ Եվ հիմա եկել է ժամանակը միասին ռասպակովկա անելու, որովհետև ինքը մնալու է այստեղ։ Այստեղ չէ, գնալու է Միջանցք։ Այստեղ թողել էի, որպեսզի տեղավորենք նոր ռասպակովկա անեմ, բայց հիմա այսպես ռասպակովկա կանենք եւ ասենք շնորհավոր, անպայման գնեք, եթե հնարավորություն ունեն, հնարավորություն ձեզ թույլ տալու գնելու, իրոք սա շատ լավ գնում է, ինքը արդարացնում է, ես ճիշտ է, շատ էլեկտրոնիկա ունեմ, շատ եմ գնել, շատ եմ փորձարկել, բայց բաներ կա, որ ինքը չարժի իր ագինը եւ ուղարկի դա, այսպես ասած, գովազդ է։ Բայց այս սարքը, ինչքան որ նայում էի, մտածում էի հայրոք, որ գովազդ են անում, դա բնականաբար, որպեսզի վաճառվի, որպեսզի շատ վաճառք ունենան, բայց հավատացնում եմ, այս չորանոցը ընդհանրապես գովազդի հետ կապ չունի, ինչքան որ շատ գովազդ են, այդքան ինքը արժի, որովհետև ուղղակի տանը բնականաբար մենք ապրում ենք կվարտիրայում, դուրսը լվացք փռելու տեղ չունենք, այդ ամբողջը փռում ես տանը, տեղը զբաղեցնում ես մեկ, հետո սպասում ես, որպեսզի չորանա, հետո այդ խոնավությունը մնում է տան մեջ, խոնավությունը մնում է բաղնիքում, եթե բաղնիքում ես չորացնում, միևնույն է շորից հոտ է գալիս, որովհետև տանն է չորանում, ինքը մի հատ երկու հատ չի, եթե շատ լվացք ես անում, բնականաբար այսպես իրար հետև կախված է լինում, ու այդ ամբողջը չորանալուց
այդ միևնույնը խոնավության հոտ է տալիս շորին։ Ուշ շորը վաղ թե ուշ, այդպիսի հոտը ներծծվում է իր մեջ եւ իրան էլ հագնել չես ուզում։ Իսկ այս չորանոցի միջից նույնիսկ աշխատանքային շորեր կային, որ գցեցի լվացվելու տղաներին, բնականաբար մեքենա, բենզին, այդպիսի հոտեր, այդ հոտերը ընդհանրապես այնպես է վերացել, կասես նոր վերնաշապի կա ու ընդհանրապես ինքը ոչ այդպիսի մրերի մեջ է եղել, ոչ էլ ընդհանրապես ինքը այդպիսի հոտ է ունեցել։ Դրա համար սա ուղղակի փրկություն է։ Իմ ամենա լավ գնումներից մեկն է էլեկտրոնիկա, որը ուղղակի յուրահատուկ է։ Դե բնականաբար ինքը պետք է հասկանալ, որ տաք ոզդուխով օդով է չորացնում եւ միգուցե եւ շուտ հագուստները մաշվեն, այդպես եմ ես կարծում, դե մեկ ամիս օգտագործում եմ, չգիտեմ այդպես, բայց ինձ թվում է այդպես մի քիչ ավելի շուտ կմաշվի, քան սովորական, բայց ես դրան համաձայն եմ, քանի որ շորերը ընդհանրապես հոտ չունեն, ոչ մի տեսակի հագած շորերը, ժամանակին երկար հագած շորերը։ Ընդհանրապես լրիվ նոր հագուստ է դուրս գալիս չորանոցի մեջից եւ ամենակարևորը, որ չոր հանեցիր, արդուկելուն արդուկեցիր, չարթուկելուն էլ ծալեցիր ու միանգամից տեղավորեցիր։ Իսկ այնպես պետք է սպասես մի քանի ժամ, 12-ից 14 տանը չորանալու համար, հետո հավաքես, հետո արդուկես, մի խոսքով 2-3 օր կորցնես լվացք անելու, չորացնելու, հավաքելու։ Իսկ այս սրա դեպքում լվացեցիր, 2 ժամ հետո ինքը ամբողջովին չոր է, շորերը չոր տալիս են, լվացել եմ բարձերն այնպես էին թազացել, ոնց կարելի է, որ նոր գնում ես խանութից, իրանք այդ աստիճանի այսպես նոր ոնց որ խանութից բերած լինեիր։ Դրա համար ինձ թվում է ամենապետքական իրն է այս չորանոցը։ Այնպես մեծ գովաստ եղավ չորանոցի, բայց դա արժի։ Եվ այսպես տեսնենք էլ ինչ ենք նկարում, ինչ ենք անում, ինչով ենք զբաղվում, այսօր տանն է։ Բայց դե տանը բնականաբար անգոշ չես նստում, միևնույն է, մի բանով զբաղվում ես։ Եվ այսպես արդեն երեկո է մեր մոտ, մազերս խելքի բերեցի, լվացեցի, ֆենեցի, չնայած ֆենել մենակ չոլկաց եմ ֆենում, այս երկարությանը ձեռ չեմ տալիս, ինքը կերատին արած է, երբ որ իրան չես չորացնում, այսպիսի թեթևակի ալիքներ կա ուղղակի, բայց երբ որ չորացնում եմ սանրով, ինքը ամբողջովին հարթ է, բայց արդեն կերատինս թարմացնելու ժամանակն է, բայց չգիտեմ ուզում եմ, թե չեմ ուզում։ Այդպես, և մալինայի պատվիրել, այնտեղ արդեն բանկաներս լվացել են, պատրաստ է, մալինաս բերեցին, հիմա ինձ մնում է լցնեմ բանկաները և կոմպոտ եմ ուզում անել, այս անգամ կոմպոտ փակեմ, մյուս անգամ պատվիրեմ մուրաբայի համար։ Ու շատ ընտիր մալինայի է, ուղղակի այսպես հատ ամբողջը մեծ մալինաները, ու ամբողջը այդպես է յաշիկները, այնպես չի, որ մի հատնա այդպես։ Շատ ընտիր մալինա է, կիլոգրամը 500 էր և 4 կիլոգրամ վերցրեցի, հիմա այս կանեմ կոմպոտ, վաղը կամ մյուսներն էլ կպատվիրեմ մուրաբա կանեմ, ավելի ճիշտ չեմ եփի մուրաբա։ Շաքարավազ կլցնեմ, կթողնեմ, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ փալվի և կլցնեմ փոքր ամանների մեջ ու կդնեմ սառցարանը, այդպես մեկ անգամվա օգտագործելու թեյի համար, սովորական ուտելու համար, բլինչիկների համար, մի խոսքով այդպես կանեմ, չեմ եփելու, այդպես ավելի համեղ է ու թարմ, բոլոր վիտամինները ամբողջովին մնում են մեջ, տեսեք ինչ մեծ հատիկներ են ուղղակի։ Այդպես, բացի դա, տեսեք ինչ եմ արել, շաքար եմ ջարդել, գուշակեք տեսնենք ինչ ենք պատրաստելու, ինչ ենք թխելու, շաքարս արդեն պատրաստ է, այստեղ 1 կիլոգրամ շաքար է, և տեսնեմ ովքեր կգուշակեն ինչ ենք թխելու,
վայել եմ արել եւ հիմա սկսեմ կոմպոտս։ Արագ կոմպոտս պատրաստեմ եւ վերջ, չնայած որ արդեն ժամը 7-ն է լինում մեր մոտ։ Մինչև կոմպոտը վերջացնեմ, մինչև այն կողմ արդեն կլինի գիշեր։ Տեսնենք էլ ինչ ենք նկարում այստեղ։ Նկարում ենք, թե այսպես ենք թողնում, թե ավելացնում ենք, որովհետև արդեն վաղուց չեմ գցել ալիքում վիդեոներ։ Հիմա աշխատում եմ 5 օրը մեկ կամ 1 շաբաթը մեկ տեսահոլովակ տեղադրեմ ու չեմ հիշում քանի օր անցել, որ չեմ տեղադրել, բայց ամենայն դեպս արդեն ժամանակն է ինձ թվում։ Դրա համար տեսնենք էլ ինչ ենք նկարում, էլ ինչ ենք ավելացնում, որպեսզի տեսահոլովակը ամբողջական լինի, չնայած որ պատվերներ եմ արել սալոնի հետ կապված։ 3 հատ լամպ եմ վերցրել, երևի աշխատանքի վայրում ցույց կտամ, կբացեմ, այստեղ նույնպես ամաններ եմ պատի վրա կպցնելու։ Այստեղ ցկնքսախախուժների հետ ջուրը քչացրել եմ, որ տանեմ աշխատանքի տեղը, որովհետև այնտեղ եմ պահում։ Քչացրել եմ, որպեսզի տանեմ։ Երևի այս պատվերներն արդեն այնտեղ ցույց կտամ։ Սա ես եմ եւ գնացի կոմպոտները պատրաստելու։